Այո։ Ապի։ Ինձ համար մի փոք կապի։ Էդի ասեք հերիքա։ Էսի դնում եք ձեր փոքը։ Ակոպապի։ Ահա, դե հիմա շունչը վերցրու։ Հիմա ասա։ Պապի։ Գիրքը տեղից չի շարժվում։ Պիտի շարժվի։ Միանշանակ։ Շունչես չպահեն։ Շունչը հնարավոր չի դու խոսած, շունչը օդ չտանի քեզնից, ճիշտ է։ Օդը գնաց, գիրքը պետք է իջնի։ Ահա։ Պապի, չէ։ Ճիշտ չի գիրքը։ Հիմա շնչեմ բարձրանը։ Հիմա ինչ պիտի անեմ։ Պապի։ Շարժում չկա։ Չեմ հասկանում ինչ պիտի անեմ։ Ոչ մի բան, ուղղակի շնչեք ուղղակի ու արտասանեք բարձր այդ բառերը։ Պապի։ Գիրքը։ Պապի։ Եթե շունչը դու ճիշտ չես վերցնում, ասեն էլի։ Շունչ վերցրեք։ Լրիվ, ինչքան հնարավոր է, փոքերով։ Ու ասեք։ Պապի։ Մի քիչ կա, այդպես։ Պապի, ինձ համար մի փոք կապի։ Նայ, մի շնչով, էդի մի շնչով։ Պետք է շունչը օդը համապատասխան օգտագործեք, այսինքն նայ, հաշվեք, եփա էդի ինչ անդամեն երկու բառ է։ Պապի, ինձ համար մի փոք կապի, արանքում չշնչեք։ Մի անգամ խորը շունչ վերցրեք։ Այսինքն այդ ամբողջ այդ շունչը իջացնի, գիրքը։ Ինչքան իջնում է իջնի։ Կարող է էլի մնա։ Պապի, ինձ համար մի փոք կապի։ Հա։ Ճիշտ է շնչում, իջավ։ Բայց էդի շունչ չեք վերցրել դուք։ Եվ պատրաստվում եք ասեք։ Պապի, ինձ համար մի փոք կապի։ Այ հիմա եք ճիշտ խոսացել։ Գիտեք ինչ։ Որտեղ ես, Ալիսա։ Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում եւ չէր էլ կարող պատասխանել։ Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները։ Ուզեց նայել դարակի մեջ եւ գլորվեց ներս։ Գլորվեց ու քնեց փափուկ սփռոցների մեջ։ Ինչ որ մեկ անցնելիս դարակը եթրեց։ Հա, ում մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է։ Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ է, բայց բոլորովին էլ չվախեցավ։ Մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, այ այնտեղ շատ ավելի մութ էր։ Ալիսա մտածի, շուտով երևի ինձի։ Շուտով այդ պիտի մտածեմ, սենց ամպիկում գրվի։ Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ։ Բայց ինչպես կարող էին Ոչ ոք էլ չհիշեց ընթրիքի մասին։ Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա։ Այդպես է իրար հետ երևի, չէ։ Այդպես է երեխա խնամում։ Տատ, ասեցի։ Հիմա ես ու Լուսոն ենք իրար հետ։ Չէ, հիմա տատն ասում է։ Երեխաները լվացարների մեջ չէին գլորվում։ Արդարացան տատն ու պապը։ Մեր ժամանակներում երեխաները շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում։ Միայն մահատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում։ Ալի զրացավ։ Մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին ու ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել։ Թխկ, թխկ, թխկ։ Հայրիկնով է։ Ոնց որ թե ինչ որտեղ թակում են։ Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել։ Թխկ, թխկ, թխկ։ Դու պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում։ Իսկ Ալիսան նա օգտվեց առիթից եւ գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը։ Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանակով, որովհետեւ խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով։ Տարիքային առանձնահատկություններ։ Որոշվի կերպարների տարիքը։ Ասենք Ալիսան քանի տարեկան է, հայրը մայրը քանի տարեկան է, պապին, տատին քանի տարեկան է։ Ու ըստ դրա որոշվի իրանց խարակտերները։ Ինչ ձեր պետք է խոսի, տատիկը, բնականաբար էլ ավելի դանդաղ, մի քիչ ավելի խրպոտ ձայնով հնարավոր է։
ժամանակներում երեխաներ Այդ մի քիչ ավելի արիստոկրատ բան սովետական բան կար։ Ալլա մորակուչ։ Հետի մի փորձ անենք արևմուտքում, որ մյուսին լավ կար։ Մի քիչ սպասեսա չի կարա տեսնել։ Հուսահան։ Օր անգելա ջրի մեջ։ ամրտի կսպասի Այդ տագնապը պետք է ձեր ձայնի մեջ։ Կեսից փոխվեցին բոլորը